Կապույտ հազը դա սուր վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով եւ հիվանդության աղբյուր հանդիսանում է մարդը, հիվանդ մարդը։ Հիմնականում կապույտ հազը հանդիպում է 2-ից 5 տարեկան երեխաների մոտ, մինչև 1 տարեկան երեխաների մոտ ինքը այս հիվանդությունը կարող է ծանր ընթանալ եւ ռիսկային են համարվում մինչև 2 ամսեկան երեխաները, որոնց մոտ հաճախ դիտվում է ապնոյա, շնչառության կանգ։ Ուրեմն պետք է նշել, որ հիվանդությունը ընթանում է փուլերով կամ փուլերով, առաջին շրջանը դա կամ փուլը դա կատարալ երևույթների շրջանն է, որը տևում է մոտավորապես մինչև 10-12 օր, եւ այս շրջանին բնորոշ են կատարալ երևույթներ, հարբուխ, հազ, փռշտոց, որը եւ համաճարակաբանական առումով այս փուլը համարվում է ամենավտանգավոր, որտեղ հիվանդ մարդը հազալու եւ փռշտալու ընթացքում մեծ քանակությամբ հարուցիչ է արտազատում եւ որը կարող է նոր հիվանդության դեպքերի առիթ հանդիսանալ։ Հաջորդ փուլը դա հիվանդության դա սպազմատիկ հազի շրջանն է, որը սկսվում է աստիճանաբար եւ հիմնականում տևում է 4-ից մինչեւ 6 շաբաթ։ Պետք է նշել, որ նոպայի ժամանակ, սպայսիկ հազի նոպայի ժամանակ հիվանդի դեմքը լինում է հիպերեմիկ, աչքերը արհնալցված, պարանոցային երակները արտափքված, լինում են նաեւ դիտվում է նաեւ քիչ շրթունքային եռանկյան ցիանոզ, իսկ շնչարգելության ժամանակ դիտվում է ցիանոզ։ Ուրեմն հիվանդության ծանրությունը կախված է սպասիկ հազի նոպաների հաճախականությունից եւ նոպաների տևողությունից։ Սպազմատիկ հազի շրջանին այնուհետև հաջորդում է առողջացման փուլը կամ շրջանը, որը հիմնականում տևում է 1-ից 3 շաբաթ։ Հիմնականում պետք է նշել, որ կապույտ հազի բարդություններից են դա բրոնխիտը, բրոնխիոլիտը, թոքաբորբը, արյունազեղումները, ճողվածքներ կարող է լինի պորտային եւ աճոկային, լինում է դա դիտվում է հիմնականում փոքր երեխաների մոտ, կարող են հազի նոպայի ժամանակ լինել կողերի կոտրվածք։ Կապույտ հազի կանխարգելումը դա պատվաստումն է եւ երեխաները կյանքի առաջին 2 տարում պիտի ստանան 4 պատվաստում։ Առաջին պատվաստումը պիտի ստանան 6 շաբաթականում, երկրորդը 12 շաբաթականում, երրորդը 18 շաբաթականում եւ չորրորդը 18 ամսեկանում։ Պետք է այստեղ հստակ նշել, որ ինքնաբուժությամբ զբաղվել չի կարելի, պետք է դիմեն տեղամասային մանկաբուժին, քանի որ հիմնականում 50% մոտավորապես հիվանդացածների կարիք ունեն հոսպիտալիզացման։